Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Ինչպես գիտեք, ես Էստրասես բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել։ Եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Կոնտակտում, Одноклассникում, TikTok-յան ալիքներում։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այնտեղ ձեզ հետաքրքրող շատ տեղեկատվություն կա, հմայախոսություններ, կանխատեսումներ, ծիսակարգեր կան, որոնք որ ես գիտեմ, ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինեն։ Ինչի մասին եմ այժմ սիրելիներս ձեր հետ ցանկանում զրուցել։ Ցանկանում եմ զրուցել լռության մասին։ Դեր հնուց եկած խոսքեր կա, արդեն մարդկային հասարակության մեջ արմատացած խոսակցություն կա, որ խոսքը դա արծաթ է, բայց լռությունը դա ոսկի է։ Եվ ինչի վրա է դա հիմնված, սիրելիներս։ Ընդհանրապես, որպեսզի մարդը կարողանա իր կյանքի մեջ եղած խնդիրները հաղթահարել եւ դուրս գա, լավ կլինի, որ մարդը կարողանա լռել։ Գիտեք, լռելը դա այնպիսի գործողություն է, այնպիսի հնարավորություն է, որի միջոցով մարդը կարող է իր վրա չուղղորդել հասարակության նեգատիվը, նաև տիեզերքի նեգատիվը։ Լռելու միջոցով մարդը կարողանա շատ խնդիրներից, շատ պրոբլեմներից, շատ բարդություններից ձերբազատվել։ Եվ ես ուզում եմ տալ ձեզ շատ կարևոր 10 կետեր, որոնց մասին եթե դուք լռեք, դուք նման ձևով ձեզ շատ խնդիրներից, շատ նեգատիվներից, շատ հարվածներից կկարողանաք ձերբազատվել։ Գիտեք ինչ, լռելը դա շատ մեծ հերոսություն է։ Մարդուն տվել է տրված է խոսել, արտահայտվել։ Եթե մարդը կարողանում է շատ դեպքերում ինքը այդ խոսելու, արտահայտվելու հնարավորությունը զսպել եւ լռել, նման ձևով ինքը շատ ավելի բարձունքների կհասնի, եթե իր կյանքի մեջ ինչ-որ խնդիրներ կա, ինքը այդ խնդիրները կհաղթահարի եւ առաջ գնա։ Որոնք են այն 10 կարևոր կետերը, որի մասին մարդը պետք է սովորի լռել։ Մարդը պետք է առաջինը լռի իր հեռու գնացող նպատակների, ծրագրերի մասին։ Քանի դեռ դուք չեք հասել այդ ձեր նպատակին, ձեր երազանքին, քանի ձեր այդ հեռավոր պլանները չեն իրականացել, չեն նյութականացել, ուղղակի իրենք գտնվում են ինչ-որ ստեղծագործական ոլորտում, ինչ-որ ոչ նյութական ոլորտում, այլ ավելի շուտ էմոցիոնալ ոլորտում, այդ պլանների, այդ ծրագրերի մասին, սիրելիներս, չի կարելի կիսվել։ Եթե դուք այդ ծրագրերը, ձեր այդ պլանները, երազանքները իրականացնում եք, կատարում եք, արդեն նյութականացնում եք, ինքնըստինքյան եւ ձեր հարազատները, եւ ձեր բարեկամները, ձեր ընկերները եւ մարդկությունը իրենք կտեսնեն, որ դուք ինչ-որ բանի հասել եք եւ ստեղծել եք։ Իսկ քանի դեռ ձեր այդ մտքերը օտում են, ձեր այդ մտքերը ոչ թե նյութական են, ձեր պլանները իրենք ուղղակի էմոցիոնալ են եւ դուք ձեր այդ մտքերի հետ կիսվում եք ձեր շրջապատի մարդկանց հետ, ձեր այդ երազանքները, նպատակները իրենք կորցնում են իրենց էներգետիկան, իրենք սաղմնային վիճակում մահանում են եւ ինքնըստինքյան ձեր այդ երազանքը նպատակը չի իրականանում։
Նույնիսկ շատ դեպքերում լինում է այնպես, որ մարդը երբ որ ինքը իր մտքերը կիսվում է, իրենց ընկերները այդ մարդու մտքերը փոխանում են եւ այդ մարդու մտքերի վրա ստեղծում են իրենց կազմակերպությունները, իրենց կոմպանիաները, իրենց բիզնեսները եւ նույնիսկ այդ մարդուն թողնում են ձեռնունյա։ Կա աշխարհում այդպիսի մարդիկ, դուք էլ գիտեք, որ մարդիկ իրենց ընկերների մտքերը փոխանալով հիմնել են իրենց կոմպանիաները եւ վայելում են, ուտականացնում են ուրիշի մտքի ուղեղի պայծառությունը, մտքի հնարավորությունը, որպեսզի ձերբազատվեք, որ ձեր մտքերը փոխանալուց, որպեսզի ձերբազատվեք ձեր մտքերին, ձեր պլաններին նախանձելուց եւ իրենց նեգատիվ էներգիայով հարվածելուց, երբեք ձեր հետագա պլանների մասին, ոչ մեկի մասին մի կիսվեք։ Երբ որ արդեն ձեր երազները իրականացած եք, իրենք արդեն կտեսնեն, որ դուք հասել եք ձեր այդ նպատակին եւ երազանքին։ Նաեւ այսպիսի իրավիճակ կա, ձեր նպատակները, երազանքները երբեք մի հրապարակեք ուրիշի վրա։ Ինչ որ ձեզ համար հնարավոր է, դուք կարող եք դա առաջ տանել, մեկ ուրիշի համար հնարավոր է դա անհնարին լինի եւ ձեր այդ մտքերը այդ մարդուն գցել խնդիրների մեջ։ Կարող է ձեր այդ մտքերը, ձեր այդ ծրագրերը ձեզ համար իրականանալի լինի, ձեզ համար կարևոր լինի, իսկ եթե դուք ցանկանում եք, որ նման ձևով նաեւ ձեր բարի մտքերով ցանկանում եք, որ նման ձևով ձեր ընկերը, ձեր հարազատը զարգանա առաջ գնա, դա կարող է խնդիրներ առաջացնի, որովհետև նման մարդը ոչ հոգևոր, ոչ մտավոր, ոչ էմոցիոնալ դաշտով, ոչ նյութական դաշտով հարմար չէ այդ ծրագրերին։ Երիտասարդին կարող է դժգոհություն լինի, որովհետև ինքը չի կարողանա առաջ գնա զարգանա։ Երբեք մի պարտադրեք ձեր մտքերը, ձեր ծրագրերը ուրիշների, որովհետև ձեր մտքերը, ձեր ծրագրերը դրանք ձեզ են արված, ոչ ուրիշների։ Երկրորդը սիրելիներս, երկրորդ կետը, որի մասին մարդը պետք է գրի, դա բարեգործությունն է։ Շատ դեպքերում հեռուստացույցով տեսնում ենք, որ եւ Հայաստանում կա Ֆակիր Ծառուկյանը բարեգործություն է անում։ Գիտեք ինչ, բարեգործությունը դա հպարտություն առաջացնելու համար չի, գիտեք ինչ, եթե մարդը այդքան գումարներ ունի եւ ինքը ինչ-որ բարեգործություն անի, դա պարտավոր է այդ բարեգործությունը անելու, բայց երբ որ ինքը փոխանցում է իր բարեգործությունը, ինքը նման ձևով իր բարեգործությունը դարձնում է զերո, նաեւ այն մարդուն, որ լավություն է արել, այդ մարդու էներգետիկան է դարձնում զերո։ Աստվածաշունչը, բոլոր տեսությունները եւ հոգեվոր ուսմունքները ասում են, բարեգործությունը պետք է նոր լինի, որովհետեւ եթե մարդը խոսում է իր բարեգործության մասին, որ ինքը ինչ-որ մեկին լավություն է արել, ինքը նման ձևով ցույց է տալիս, որ ես լավ անձնավորություն եմ, ես կայացած անձնավորություն եմ։ Եվ այդ իրավիճակում ոչ թե խոսում է մարդու բարեգործությունը, այլ խոսում է մարդու հպարտությունը։ Եվ հպարտությունը ինքը ամենամեծ մեղքերից մեկն է, եւ Աստվածաշնչի մեջ, եւ բոլոր հոգեվոր ուսմունքների մեջ մարդը չպետք է հպարտանա իր կատարած բարեգործությունով։ Բարեգործությունը պետք է նոր լինի։ Ինչու է ասում Աստվածաշունչը, այն ձեռքը, աջ ձեռքը ինչ որ տալիս է, ձախ ձեռքը չպետք է իմանա, այսինքն դա չպետք է այդ կա։ Իսկ եթե մարդը բարեգործություն է անում եւ մասսայական դրա մասին խոսում է, դա էգոիզմ է, դա հպարտություն է, դա ոչ թե բարեգործություն է։ Բարեգործությունը պետք է լինի գաղտնի, պետք է լինի լուր, եւ նման ձևով դուք ոչ ձեզ եք պատություն անում, ոչ էլ այն մարդուն, ում հանդեպ կատարում եք այդ բարեգործությունը։ Բարեգործությունը եթե ազդարարում ես, ցույց ես տալիս, ցուցադրական է, դա հպարտություն է։ Պետք է լրես բարեգործության մասին։
Երրորդ կետը, որի մասին որ դուք պետք է լրեք, սիրելիներս, դա ձեր կյանքի, ձեր կենցաղի, ձեր ապրելակերպի, ձեր հոգևոր վարքի, հոգևոր ապրելակերպի, հոգևոր զարգացման, ֆինանսական զարգացման մասին։ Գիտեք ինչ, ընդհանրապես մարդիկ սիրում են իրենց ապրելակերպը, իրենց ապրելաոճը պարտադրել մեկ ուրիշի։ Եթե հնարավոր է ձեր այդ ապրելակերպը, այդ ոճը ձեզ համապատասխան է եւ ինքը հնարավորություն է տալիս, որ դուք զարգանաք, որ դուք եւ հոգեվոր աճ ունենաք եւ ֆինանսական աճ ունենաք, բայց այնինչ որ դուք պարտադրում եք որևէ մեկին ուրիշի, հնարավոր է ձեր այդ կյանքի տրվածքը, ապրելակերպը տվյալ մարդու համար ճիշտ չէ եւ ինքը այդ ապրելակերպով չի կարողանա առաջ գնա եւ հոգեվոր աճ ունենա։ Գիտեք, ուրիշ բան, եթե մարդիկ ցեզանից ինչ-որ օգնություն են խնդրում, ուղղություն են խնդրում, այդ ժամանակ դուք կարող եք ինչ-որ ձևով ձեր հոգեվոր աճի շնորհիվ, ձեր իմաստության խելքի շնորհիվ այդ մարդուն խորհուրդ տալ, բայց ոչ պարտադրել։ Մարդը ինչքան էլ ինքը լավ ազնվորություն լինի, կարող է եւ լինի հոգեվոր ազնվորություն, կարող է եւ լինի գիտնական, կարող է եւ լինի բիզնեսմեն։ Ինքը իրավունք չունի իր ապրելակերպը, ապրելավոր կենցաղի ձևը, հոգեվոր ապրելակերպը որևէ մեկին պարտադրել։ Դա շատ սխալ է։ Դուք ցույց տվեք, եթե մարդիկ ցանկանում են միանալ ձեր այդ ապրելաոճին, իրենք կմիանան։ Երբեք ու երբեք չի կարելի ոչ մեկին պարտադրել եւ ձեր հոգեվոր ուսմունքը, եւ ձեր խելքը, եւ ձեր ապրելաոճը, եւ ձեր կենսակերպը։ Շատ դեպքերում տեսնում ենք նույնիսկ ինտերնետի մեջ, ես ինքս քրիստոնյա եմ եւ դա շատ սխալ է, երբ որ մարդիկ պարտադրում են, որ պետք է բոլորը դառնան քրիստոնյա։ Ով ինչ հավատք ցանկանում է, ինքը թող այդ հավատքի ուղղությամբ գնա։ Եթե ինձ որևէ մեկը հարցնում է, արժե ես գնամ ինչ-որ կրոնի, ինչ-որ հավատքի քրիստոնյա դառնամ, մուսուլման դառնամ, ես ինչ-որ տեղով հնարավոր է խորհուրդ տալ, բայց երբեք չեմ պարտադրի, որ անպայման պարտադիր պետք է լինես քրիստոնյա, ոչ։ Մեկը կարող է լինի քրիստոնյա, մեկը կարող է լինի մուսուլման, մեկը կարող է տիեզերական գիտելիքների, տիեզերական ուժին հավանի, մեկը կարող է քրիշնայիզմով զբաղվի։ Երբեք ու երբեք ձեր կյանքը, ձեր ապրելաոճը, ձեր հոգևոր կյանքը ոչ մեկին մի պարտադրեք, մի ցուցադրեք նույնիսկ։ Մարդը իրավունք չունի իր կյանքի, կենցաղի ապրելաոճը բոլորին ցույց տալու։ Դա շատ սխալ է, երբ որ տեսնում ես էլի այս ինտերնետը մարդկանց դարձրել է տարօրինակ։ Իրենք քնում են, նկարում են, արթնանում են, նկարում են, ուտում են, նկարում են, ամոթ է ասել, նույնիսկ մտնում են արտակնոց, նկարում են։ Իրենք իրենց կյանքը, իր ապրելաոճը, իր կյանքը դարձնում են մասսայական, դա շատ սխալ է։ Եվ իրենք են հետագայում այդ մարդիկ խնդիրներ ունենալու, այդ մարդիկ այնինչ ունեն, դա կկործնեն, որովհետև դա ոչ թե լռություն է, դա ամբողջ աշխարհին ցույց տնել է ձեր կենցաղը։ Ես բուսակեր եմ, ցույց եմ տալիս իմ բուսակեր լինելը, ես մսակեր եմ, ցույց եմ տալիս իմ մսակեր լինելը, ես քրիստոնյա եմ, ցույց եմ տալիս, որ գնում եմ այս քրիստոնեական վայրեր, շատ դեպքերում եւ գնում են եւ պարտադրում են, որ դուք ինքներդ եղեք այս ապրելաոճին, այս կյանքի, այս կենցաղային ոլորտի մեջ մտեք, չի կարելի նման բան անել։ Մարդը պետք է լռի իր եւ կյանքի մասին, իր կենցաղի մասին, իր ֆինանսական հաջողությունների մասին, իր ապրելակերպի մասին։ Դա պետք է լինի փակ,
հասարակության համար ոչ հասանելի ինֆորմացիա։ Ինչն է պատճառը, երբ որ շատ հարուստ մարդիկ կան, ովքեր որ շատ բարձունքների են հասել, ովքեր որ շատ գումարներ ունեն, ովքեր որ հաջողություն ունեն, իրենք իրենց ընտանիքը փակ են պահում, մարդիկ չգիտեն ով է այդ ազնվորության կինը, ամուսինը, երեխաները, իրենք ինչպիսի բիզնեսով են զբաղվում, որովհետև իրենք գիտեն, որ եթե իմ կենցաղը, իմ հոգևոր աճը փակ է մարդկային հայացքներից, քննադատությունից, ես ավելի եմ զարգանում, ավելի եմ առաջ գնում։ Իշկան հնարավոր է փակ պայեք ձեր կենցաղը, ձեր հոգևոր կյանքը, ձեր անձնական կյանքը։ Չորրորդը, որի մասին որ մարդ պետք է լրի, սիրելիներս, դա հերոսության մասին է։ Մարդիկ, եթե դուք ինչ-որ մարդ եք փնտրում, փրկում, ինչ-որ լավ գործողություն եք կատարում, ինչ-որ հարցեր եք լուծում, խնդիրներ եք լուծում, ինքնըստինքյան, գիտեք ինչ, սիրելիներս, նման բաները հնարավոր չէ թաքցնել։ Մեկ է նման բաները ի հայտ է գալիս, բայց լավ է լինում, երբ որ նման բաները ի հայտ է գալիս, ոչ թե դու ես ցույց տալիս, որ ես այս մարդուն փրկել եմ, այլ կողքից ուրիշն է ցույց տալիս, որ դու այդ մարդուն փրկել ես։ Նման ձևով դու կտեսնես դիեզերքի օրհնությունը, դիեզերքի հաղթական դատները ձեր կատարած հերոսության համար դու պարգևատրում կստանաս։ Բայց եթե դու այդ հերոսությունը կատարում ես ու ամբողջ աշխարհով մեկ թմբկահարում ես, որ ես այս հերոսությունը կատարել եմ, ձեր այդ հերոսությունը դառնում է ոչ պիտանի, եւ ձեր այդ հերոսությունը աշխատում է ոչ թե ի օգուտ ձեզ, այլ ի վնաս ձեզ։ Գիտեք ինչ, դու կարող ես ինչ-որ ֆիզիկական գործողություն եք կատարել, եւ նման ձևով հերոսացել եք, նույնիսկ դա սպորտսմեններին էլ է վերաբերում։ Իրենք ինչ-որ ծառամարտի մեջ են հաղթահարում, ֆուտբոլի մեջ են հաղթահարում, ինչ-որ ֆիզիկական հաղթանակներ են ձեռք բերում, սպորտային հաղթանակներ են ձեռք բերում, թող ձեր հաղթանակների մասին հասարակությունը խոսի, ոչ թե դուք թմբկահարեք, որովհետև դուք չգիտեք, կարող է դուք ինչ-որ մի 20 կիլո ավել բարձրացրել եք եւ ոսկե մեդալ եք ստացել, բայց մարդիկ կան, որ իրենք գիտեք ինչ, իրենք ֆիզիկական թույլ լինելով, հոգեպես խնդիրներ ունենալով, առողջական խնդիրներ ունենալով, իրենք այնպիսի հաղթանակ են տանում իրենց կյանքի մեջ, որ իրենց կատարած այդ հաղթանակը ձեր այդ 20 կիլո ավել բարձրացնելու հանդեպ դա ավելի մեծ հաղթանակ է։ Ու մարդիկ կան, ովքեր որ իրենք ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ այդ հոգևոր պայքարի մեջ են, որովհետև մենք ոչ մեկս չգիտենք, թե այդ մարդը ինչպիսի խնդիրների մեջ է։ Մեկի ծնողն է հիվանդ, մեկի երեխան է հիվանդ, մեկը ինքը առողջական խնդիրներ ունի, ֆինանսական խնդիրներ ունի, եւ ինքը անընդհատ այդ հաղթանակների մեջ է, իր այդ օրական կյանքի ապրուստը հայտարարելը, իր ծնողին հիվանդ արդեն խնամելը, որ ինքը ոչ մինուտական ֆինանսներ չունի, հնարավորություն չունի, բայց ինքը այդ իր հիվանդ ծնողին խնամում է եւ ինքը չի ցույց տալիս իր այդ հաղթանակները մասսայական բոլորին ցույց չի տալիս։ Նման մարդու հերոսությունը, ով որ այդ հերոսությունը ամեն օր կատարում է, ամեն ժամ կատարում է եւ ձեր այդ հերոսությունը, որ դուք ինչ-որ կնդակ եք խփել հակառակորդի դարբասին կամ ինչ-որ 20 կիլո ինչ-որ ավել եք բարձրացրել, դրանք լրիվ ուրիշ ոլորտի հաղթանակներ են։ Երբ որ նայում ես այդ մարդու այդ փոքր, առանց փող, առանց առողջական ունեցող մարդու հաղթանակը օրվա հացի համար, այդ մարդու հաղթանակը դա դու ձազմական
հաղթանակ է ձեր կատարած այդ ծանրացողը վեր բարձրացնելու հանդեպ։ Տարօրինակ է, որ նման մարդկանց հաղթանակները անընդհատ ամբողջ աշխարհով մեկ ցույց են տալիս, եւ այդ հաղթանակը ընդհանրապես դառնում է ոչինչ, որովհետեւ իրոք կան մարդիկ, ովքեր որ ամեն օր պայքարում են, նույնիսկ կան մարդիկ, ովքեր որ հիմա պայքարում են իրենք հիվանդության 4-րդ ստադիայում են, վերջի ստադիայում են եւ այդ կյանքի պայքարի մեջ են եւ իրենք չեն ցույց տալիս իրենց պայքարը։ Այդ հերոսությունը ավելի մեծ հերոսություն է, քան այն ինչ որ կատարում է ֆուտբոլիստը, սպորտսմենը։ Բացի դրանից, սիրելիներս, մեզանից ոչ մեկը չգիտե, ինչ որ մենք ցույց ենք տալիս, մենք չգիտենք, թե մարդիկ ձեր այդ հերոսությունը իրենք ինձև են ընդունում։ Նույնիսկ ձեր այդ հերոսությունը, որ դուք ցուցադրում եք, հնարավոր է եւ նեգատիվի եւ բացասական էներգիայի արդյունք ցույց տա։ Դրանապես չի կարելի, որովհետև էլի եմ ասում, ձեր այդ հերոսությունը մեր սահմանին կանգնած ցեխերի մեջ, խրամատների մեջ, անզենք կանգնած զինվորների կատարած հերոսությունների դեմ ոչինչ է, զրո է։ Ուղղակի իրենք չեն մասսայականացնում իրենց հերոսությունը։ Նույնիսկ սահմանին կանգնած մարդու հասկացրած ամեն մի վայրկյանը դա հերոսություններից հերոսությունն է։ Չի կարելի բարձրաձայնել ձեր կատարած հերոսությունը։ Դրանք դառնում են զերո, դրանք դառնում են իչիկ են դառնում, դրանք դառնում են ոչինչ։ Սիրելիներս, 5-րդ կետը, որի մասին որ մարդը չպետք է խոսի, չպետք է ցույց տա, դա մարդու հոգևոր կյանքի, հոգևոր աճի, հոգևոր ոլորտի բարձրունքի մասին է։ Չի կարելի անընդհատ մարդկանց պատմել, թե դուք ինչպիսի հոգևոր աճ ունեք եւ պատմել, բացի դրանից պարտադրել, որ դիմացինն էլ ինքը այդ հոգևոր աճը ունենա։ Կարող է այդ հոգևոր աճը դուք ունեք, որովհետեւ դա ձեզ տրված է, իսկ մեկ ուրիշը դեռ ինքը այդ զարգացման աստիճանում չէ, կրնա ինքը իր հոգևոր աճը լրիվ ուրիշ ուղղությամբ է գնում, չի կարելի պատմել, նաեւ չի կարելի պարտադրել։ Եթե որևէ մեկը ձեզ դիմում է, ելի եմ ասում, օգնության համար, դու կարող ես քո գիտելիքների, քո հոգևոր աճի շնորհիվ խորհուրդ տալ։ Ձեր դուք խորհուրդ եք տալիս, այդ ազնվորությունը ինքը պետք է որոշի, ինքը ընդունի քո խորհուրդը, որոշումը պետք է կայացնի տվյալ մարդը։ Երբեք ու երբեք ձեր հոգևոր աճը միք պարտադրեք որևէ մեկին։ Եթե օգնության կարիք ունեն, իրանք խնդրում են, կարող եք խորհուրդ տալ, ինքը նույնպես որոշե, ընդունի ձեր խորհուրդը, թե ոչ։ Երբեք ու երբեք միք պարտադրեք, նաև միք բարձրաձայնեք, միք խոսեք։ Այժմ ես ելի եմ տեսնում, հեռուստացույցով խոսում են, յոգա են, մենք յոգայով ենք զբաղվում, դուք եք զբաղվեք, դուք յոգայով եք զբաղվում, մեկը կարող է մեդիտացիայով է ուզում զբաղվել, մեկը կարող է ցանկանում է Երուսաղեմում աղոթ կանել, մեկը ցանկանում է գնալ տիբետյան ինչ-որ տաճարում եւ այդ տիբետյան հոգեվորականի երգը լսել, ձայնը լսել։ Դուք անում եք, արեք, եթե դա ձեզ համար լավ է, բայց երբեք մի պարտադրեք։ Հոգևոր զարգացման մասին մարդը պետք է լրի։ 6-րդը, որի մասին սիրելիներս մարդը պետք է կարողանա լրել իր բերանը փակել, դա ընտանեկան կոնֆլիկտների մասին է։
ընտանեկան վեճերի մասին է, ընտանեկան տարաձայնությունների խնդիրների մասին է, միշտ իմացեք, ձեր ընտանիքի անդամները, ձեր ծնողները, ձեր զավակները, ձեր ամուսինը, ձեր կողակիցը, ձեր կինը, իրենք ձեզ համար ամենահարազատ մարդիկ են։ Երբեք ու երբեք ոչ մեկի հետ ձեր ընտանիքի հարազատի, նույնիսկ դուք ինչքան էլ որ թշնամացած լինեք, ինչքան էլ կոնֆլիկտային վիճակ լինի, ուրիշի հետ ձեր ընտանիքի անդամներին, ձեր զավակին, ձեր ծնողին, ձեր երեխային, ձեր քրոջը, ձեր ամուսնուն մի քննադատեք, դա ամենասխալ բանն է, ձեր ընտանիքը դա ձեր սրբությունն է, դուք կարող եք այստեղ վիճաբանեք, ընդհանրապես վիճը, սիրելիներս, կոնֆլիկտային վիճակը, դա երբ որ մարդը էմոցիոնալ զարգացած է արդեն, ինքը ինչ-որ կոնֆլիկտային վիճակը գալիս է այն ժամանակ, որ արդեն էմոցիաները հասել են իրենց գագաթնակետին։ Լինում է վիճաբանություն, էմոցիաները հանդարտվում են եւ այդ տան մարդիկ նորից դառնում են այն անձնավորությունը, ինչ որ եղել է։ Շատ դեպքերում իրենք ավելի սիրով, ավելի հարգանքով են մեկը մեկի հետ ապրում։ Եվ եթե դու այդ վեճի ժամանակ քո հարազատի հետ մասին խոսես ուրիշի հետ, հետո դու հնարավորություն չես ունենա այդ մարդու հետ քո հարաբերությունը ճիշտ ձևով հաստատել, որովհետև ում կողքին կանգնած դու վատաբանել ես քո հարազատին, քո արունակցին, քո կեսին, այդ մարդը նախադելով ասելու է, դու այն մարդը չէր, որ իր մասին նման բառեր էր խոսում։ Եվ որպեսզի դու այդ քննադատության արժան չդառնաս, դու նորից քո սխալողությունով քնում ես եւ ընտանիքներ են բաժանվում, ամուսիններ են բաժանվում, երեխաներ են իրենց զավակներին, իրենց ծնողներին թողնում, որովհետեւ իրենց տան կոնֆլիկտը դուրս են անել։ Ինչի է ասում մեր տան պատերը մեր ամրոցն է, եւ այդ պատերից ձեր կոնֆլիկտը ոչ մեկը չպետք է իմանա։ Դուք այսօր խնդիր ունեք, վաղ այդ խնդիրը լուծում եք, հաղթահարում եք, գնում եք։ Վիճաբանությունը, կոնֆլիկտներ եմ ասում, դա էմոցիոնալ ինչ-որ ցնցում է, որը ինչ-որ խառնաշփոթ իրավիճակ է, վիճում է, հանդարտվում է եւ հետագայում նորից այդ զույգերը, այդ ամուսինները, այդ ընտանիքը իրենք լավ ապրում են, եթե երրորդ ազնվորությունը քիթը չի մտնում այդ տան մեջ։ Ձեր ընտանիքի, ձեր հարազատների, ձեր կռիվների, վիճաբանությունների, ձեր տարաձայնությունների մասին ուրիշ կողմնակի ազնվորությունները չպետք է իմանան, ձեր հարազատները, ձեր արունակիցները չպետք է դառնան ուրիշների եւ ձեր մեջ քննադատության առարկա։ Պետք է լռել։ Յոթերորդը սիրելիներս, որ պետք է մարդը լռի, դա վատ խոսքերն է, վատ լուրերն է, հայոյանքներն է, բամբասակներն է, գիտեք ինչ, մարդը երբ որ մտնում է իր տուն, ինքը տարօրինակ ձևով իր ոդնամանները, կոշիկները հանում է, որպեսզի դրսի փոշին, օղը, ծეხը ներս չմտնի տուն։ Մարդը, երբ որ մտնում է իր տուն, ինքը ոչ միայն պետք է իր ոդնամանները հանի, որպեսզի փոշի չմտնի տուն։ Մարդը պետք է նաև իր բերանի լեզվի վրա դնի ֆիլտր։ Ինչ վատ խոսք, հայոյանք, բամբասանք, սվարդանք, վատ լուրեր, ինչ որ լսել է, դա ինքը չպետք է բերի իր տուն։ Որովհետև վատ մտքերը, վատ խոսքերը, վատ էներգետիկան ոչ թե աղտոտում են ձեր տան գորգը, սիրելիներս, աղտոտում են ձեր տան էներգետիկան եւ տունը փլուզվում է։ Եթե դուք մաքրում եք ձեր ոդնամանները, մտնում եք ներս, հանում եք, հողաթափեր եք հագնում, դուք պետք է ձեր բերանը նույնպես մաքուր պահեք։ Դրսից ինչ լսեցիք, վատ բաներ, վատ լուրեր, հայոյանք, նեգատիվ, բամբասանք, դա չպետք է բերեք ձեր տուն։ Դրա մասին պետք է ձեր տան մեջ ոչ մի խոսակցություն չլինի։
դրա մասին պետք է լրեք։ Գիտեք ինչ, երբ որ դուք խոսում եք այդ հայհոյանքները, ասում եք, ինչ որ լսել եք, դուք ձեր տան էներգետիկան գցում եք ցածր վիբրացիայի վրա եւ այդ տան մեջ խնդիրներ կլինեն, ֆինանսական, առողջական, անձնական։ Առանց հասկանալու մարդը իր չլռելու պատճառով, իր լեզվի վրա չկարողանալու պատճառով, ինքը այդ նեգատիվը բերում է իր տուն։ Ինչ վատ բան կա, դա չպետք է բերեք ձեր տուն։ Դրա մասին պետք է լռեք, սիրելիներս։ Ու տերոշտը, որի մասին որ դու պետք է լռեք, դա ձեր աշխատավարձն է։ Շատ դեպքերում մեզ սիրում են հարցնեն, ինչ կան աշխատավարձ կարող է ստանալ, ինչ կան է ձեր վարձատրությունը, դու կարող եք ասել ինձ բավարարում է, ինձ հերիքում է, ես քո եմ, ու ոչ մի կոնկրետ պատասխան մի տվեք այն մարդուն, ով որ ձեզ հարցնում է ձեր վարձատրության մասին։ Որովհետև եթե դուք բարձր եք վարձատրվում եւ ասում եք, դիմացինը կարող է ինքը ձեզ նախանձի։ Եթե դուք ցածր եք վարձատրում եւ բարձրաձայնում եք, դիմացինը կամ եւ դուք կարող եք մտածել, որ դուք աշխատում եք ոնց որ ծառա, նեգատիվ է մտնում ձեր հոգու մեջ, որ ձեր վարձատրությունը շատ չնչին է, որ ձեր աշխատանքը ստրուկի աշխատանք է եւ նման ձևով դուք խնդիրներ եք ունենում եւ չեք կարողանում առաջ գնալ եւ չեք կարողանում զարգանալ։ Շատ դեպքերում էլ եթե դուք բարձրաձայնում եք ձեր աշխատավարձի մասին, դիմացինը արդեն մտածում է, թե դուք ինչպես եք ձեր աշխատավարձը կարողանում ծախսել տան կոմունալ հարմարությունների համար, ուտելիքի համար, հագուստի համար, ոնց որ մարդը արդեն սկսում է ձեր ֆինանսները ոնց որ ձեր ֆինանսները կարգավորել։ Ոչ մեկը դա ոչ ձեր հարազատը, ոչ ձեր ծնողը, ոչ ձեր եղբայրը, ոչ ձեր ընկերը, ոչ մեկը, եթե ձեզ հարցնում են ձեր աշխատավարձի մասին, ասեք ինձ հերիքում է, բավական է, շնորհակալ եմ։ Երբեք ու երբեք ձեր աշխատավարձը թվելով մեկնաբանեք։ Իներորդը ինչի մասին, որ մարդը պետք է խոսի, դա պարտքերի մասին է։ Ընդհանրապես, հիմա կյանքը այնպիսին է, որ այդպիսի մարդ չկա, որ ինքը պարտքեր չունենա։ Պետություններն ունեն պարտքեր։ Ամերիկան ունի ազգային պարտք, Ռուսաստանը, Հայաստանը, երկիր չկա, որ պարտք չունենա, մարդ չկա, որ պարտք չունենա։ Մեկի պարտքերը շատ են, մեկի պարտքերը քիչ են, ամեն մեկը իր կարողության սահմաններում ունեն պարտքեր։ Ձեր պարտքերի, ձեր ֆինանսական խնդիրների մասին չի կարելի ոչ մեկի հետ խոսել։ Գիտեք ինչ, ոչ մեկն էլ ձեզ չի օգնի, որ դուք այդ պարտքից դուրս գաք։ Ընդհանրապես, երբ որ դուք անընդհատ խոսում եք, որ խնդիրներ ունեք բանկերի հետ, խնդիրներ ունեք ինչ-որ տոկոսով փող եք վերցրել կամ ինչ-որ գործողություն եք կատարել, նման դեպքերում ձեր կողքի անձնավորությունը կգտնի, որ դուք այդքան էլ լավ մարդ չեք, որի հետ արժե հարաբերությունների մեջ մտնել, որի մեջ հետ արժե ընկերություն անել։ Ձեր պարտքերի մասին պետք է իմանաք դուք։ Գիտեք ինչ, շատ մարդիկ կան, որ իրենց պետք է ավտոմեքենան, իրենք աշխատավարձը չի բավականացնում, մարդը վարկ է վերցնում, եւ այդ ավտոմեքենան վերցնում է, որովհետեւ իրեն պետք է։ Բայց եթե մարդը նստում է ու անընդհատ ինչ-որ մեկի մոտ սկսում է խոսել իր վատ կյանքի, իր պարտքի, իր խնդիրների մասին, նման ձևով ինքը գցում է իր մարդկային գծերը, ինքը դառնում է դիմացինի համար ոչ կայուն մարդ։ Ու ինքը կարող է շատ ընկերներ կորցնել, շատ հարազատներ կորցնել,
պարտքը ձերն է, դուք ձեր պարտքերը լուծեք, ձեր ֆինանսական հարցերը լուծեք եւ ձեր պարտքերի մասին ոչ մեկի հետ մի բարձրաձայնեք, մի խոսեք։ Եվ 10-րդ ամենակարևորը, որ մարդը պետք է լրի, սիրելիներս, դա ուրիշի գաղտնիքներն են։ Գիտեք ինչ, լինում է, ես ասում եմ, երբեք ձեր կոնֆլիկտների մասին մի խոսեք ուրիշների մոտ։ Լինում է այնպիսի իրավիճակ, երբ որ մարդը իրեն կորցրած գալիս եւ սկսում է իր գաղտնիքը ձեզ պատմել։ Երբեք ու երբեք նման մարդու գաղտնիքը չի կարելի բացահայտել, դա շատ մեծ սխալ է։ Նման ձևով, երբ որ դուք ուրիշի այդ վիճակը պատմում եք մեկ ուրիշի, դուք խնդիր եք առաջացնում առաջի հերթին ձեր կյանքի մեջ։ Ձեր կյանքի մեջ ընկնում է բացասական այնպիսի վիճակ, դուք ինքներդ ընկնում եք այն խնդիրի մեջ, ինչի մեջ որ ընկած է այդ ազնվորությունը։ Երբեք ու երբեք, եթե մարդը ինչ որ էմոցիոնալ չկարողանալով իրան զսպել, ձեր հետ կիսվում էր խնդիրների առաջ, չի կարելի ոչ մեկի հետ այդ մարդու գաղտնիքը կիսվել։ Էլի եմ ասում, ինչ խնդիր որ ունի այդ մարդը, դուք ունելու եք այդ խնդիրի մեջ։ Դրա համար պետք է մարդը կարողանա պահել ուրիշի գաղտնիքը։ Տեսեք, ես էքստրասենս եմ, պարահոգեբան եմ, բայց արատես եմ, իմ ոչ որ մարդիկ են գալիս, շատ մարդիկ են գալիս, բոլոր ոլորտներով։ Ինչպես մարդիկ գալիս են, այդպես են դուրս են գալիս, եւ ես այդ մարդկանց ոչ տեսնում եմ, ոչ հիշում եմ, ոչ գրում եմ, ոչ այդ մարդկանց մասին պատմում եմ։ Նաեւ հոգեբանները պետք է նման ձևով լինեն, նաեւ իրավաբանները, որովհետեւ եթե մարդը ինչ-որ խնդիր ունի եւ դու այդ խնդիրը բարձրաձայնում ես, դու ունում ես այդ խնդիրի մեջ, դու առանց որևէ չհասկանալու ձևով դու քեզ գցում ես այդ նեգատիվ իրավիճակի մեջ։ Դա բարոյական նորմա է։ Մարդը հոգեբանի մոտ է գնում խնդիրներով, հոգեբանը իրավունք չունի այդ մարդու խնդիրները բարձրաձայնել։ Բժիշկը իրավունք չունի այդ մարդու խնդիրները բարձրաձայնել։ Նույնն էլ ես, երբ որ իմ մոտ մարդը գալիս է, ես տեսնում եմ դա այդ մարդու կյանքի մեջ ինչ կա, ես իրավունք չունեմ այդ մարդու խնդիրները բարձրաձայնել։ Շատ դեպքերում մարդիկ կան, ովքեր որ թեկուզ եւ պայծառատեսներ, էքստրասենսներ մտնում ես իրենց ալիքի մեջ, ինչ-որ սկրինշոտեր են ներած, մարդկանց անուններն են գրած, որ իրենք շնորհակալություն են հայտնում, դա շատ սխալ է, դուք բարձրաձայնում եք այդ մարդու գաղտնիքը, այդ մարդու մտքերը, նման ձևով դուք ձեզ եք գցում նեգատիվի մեջ, նաեւ այդ մարդուն եք գցում։ Շնորհակալություն բոլորին է գալիս է։ Եթե մարդը ստու անընդհատ այդ շնորհակալությունները տպե, երևի այս ալիքը դառնա միլիոնանոց լսումներ ունենա, բայց դա ուրիշի գաղտնիք է։ Ես իրավունք չունեմ, ով որ ինձ որ վստահ է, այդ մարդու գաղտնիքը բարձրաձայնել։ Չկան մեր բերանը փակ է լինում եւ մասնագիտական տեսակետից եւ ընկերական տեսակետից, եթե մարդիկ մոտեցել են, մարդիկ չեն կարողացել իրենց էմոցիոնալ վիճակը հաղթահարել եւ ցես գաղտնիք են բացատրել, եթե դուք դրա մասին պատմում եք ուրիշի, դուք ինքդ ձեր վրա բերում եք այդ նեգատիվը։ Այսքանը սիրելիներս, միշտ հիշեք, խոսքը արծաթ է, լրությունը ոսկի է։ Այսքանը հաջողություն, ստեսություն։